Պատկերացրեք մի իրավիճակ, որը ծանոթ է գրեթե բոլորիս։ Արթնանում եք հիանալի քնից հետո, ձգվում եք և հանկարծ զգում եք ինչ-որ տհաճ թացություն այտի տակ կամ բարձի վրա։ Դուք սրբում եք բերանը և հասկանում, որ գիշերվա ընթացքում ձեր բերանից անընդհատ թուք է գնացել։ Շատերի համար սա ամոթ թեմա է, որի մասին չեն խոսում, սակայն իրականում գիշերվա ընթացքում ձեր բերանից ջուր կամ թուք գնալը ձեր օրգանիզմի ազդանշանն է ուղղված ձեզ։ Եվ այսպես, ինչ է կատարվում մեր բերանում, երբ մենք քնած ենք։ Նախ եկեք խոսենք թվերով։ Մեր օրգանիզմը օրական արտադրում է 1-ից 1.5 լիտր թուք։ Սա գրեթե 2 մեծ շիշ ջուր է։ Ինչու է թուքը այդքան շատ։ Այն սկսում է քայքայել սնունդը դեռ բերանում, սպանում է բակտերիաները և պաշտպանում ատամները փտումից։ Եվ առանց թքի մենք պարզապես չենք կարողանա խոսել, քանի որ այն խոնավեցնում է բերանը։ Բայց ինչու է գիշերվա ընթացքում այն դուրս գալիս բերանից։ Երբ մենք արթուն ենք, մենք ավտոմատ կերպով անընդհատ կլում ենք, կուլ ենք տալիս թուքը։ Մեր ուղեղը վերահսկում է այդ գործընթացը վայրկյանը 1, բայց մենք երբ մտնում ենք քնի խորը փուլ, REM փուլ, մեր դեմքի մկանները լիովին թուլանում են, եւ եթե դուք քնած եք լինում կողքի վրա կամ փորի վրա, ձգողականության ուժը անում է իր գործը, եւ թուլացած մկանները չեն կարողանում փակ պահել դարպասները։ Մեր թքագեղձերը շարունակում են աշխատել նույն տեմպով թուք արտադրել, իսկ կլման ֆունկցիան քնած է եւ թուքը պարզապես երգ է փնտրում դուրս գալու համար։ Հաջորդ պատճառը՝ քնի դիրքը եւ գրավիտացիան։ Եթե դուք քնում եք կողքի կամ փորի վրա, դուք բացում եք տարան։ Գրավիտացիան անողոք է։ Բացի այդ, այս դիրքում ծնոտը հաճախ թուլանում է եւ մի փոքր բացվում է, ինչը թույլ է տալիս թքին ազատ հոսել։ Հաջորդ ամենատարածված բժշկական պատճառը շնչառական արգելքներն են։ Ադեոնիդներ կամ պոլիպներ։ Եթե քթովոդը դժվարությամբ է անցնում, ուղեղը հրահանգում է բացել բերանը։ Արդյունքում թուքը դուրս է գալիս։ Հաջորդը քրոնիկ ռինիտն է կամ ալերգիան։ Փոշին, ընտանի կենդանիները կամ սեզոնային ծաղկումը կարող են այտուցել քթի լորձաթաղանթը։ Արդյունքում քթով դժվար եք շնչում, բացվում է բերանը։ Եվ բերանով շնչելիս լորձաթաղանթը չորանում է, եւ երբ մարդը սկսում է շնչել բերանով, բերանի լորձաթաղանթը չորանում է, եւ թքագեղձերը սկսում են արտակարգ ռեժիմով աշխատել, փորձելով խոնավեցնել բերանը։ Եվ ահա գիշերվա ընթացքում թուքը այնքան է կուտակվում բերանում, որ դուրս է գալիս բերանից։ Հաջորդ պատճառը կարող է կապված լինել ստամոքսաղիքային համակարգի հետ։ Շատերը բերանի թուքը չեն կապում ստամոքսի հետ։ Սակայն, եթե ստամոքսի թթուն բարձրանում է վեր, այն գրգռում է կերակրափողը։ Որպես պաշտպանական ռեակցիա, մեր օրգանիզմը արտադրում է առատ թուք, որը ունի հիմնային միջավայր, որպեսզի կարողանա, այսպես ասած, հանգցնի այդ հրդեհը եւ պայքարի ստամոքսահյութի դեմ։ Հաջորդ պատճառը՝ դեղորայքային ազեսյուն։ Կան դեղեր, հատկապես հակապսիխոտիկ քնաբերներ կամ որոշ ցավազրկողներ, որոնք ուղղակիորեն խթանում են թքարտադրությունը։ Եթե նոր դեղ եք սկսել խմել եւ բարձը թրջվել է, ապա պատճառը ամենայն հավանականությամբ հենց դեղի ազեսյունն է։ Հաջորդ պատճառը պարազիտներն են, մակաբույծները։ Թեև գիտությունը սա միանշանակ չի հաստատում, բայց տոքսինները, որոնք արտադրում են մակաբույծները, կարող են գրգռել նյարդային համակարգը, բերելով գիշերային թքահոսության։ Շատերը չգիտեն, որ գիշերային թքահոսությունը սերտորեն կապված է նաև բրուքսիզմի, ատամները քնած ժամանակ սեղմելու կամ կրճտացնելու հետ։ Ինչպես է դա աշխատում։ Երբ դուք կրճտացնում եք ատամները, ձեր ծամողական մկանները գտնվում են ակտիվ շարժման մեջ։ Այս մեխանիկական շարժումը գրգռում է թքագեղձերը, ստիպելով թքագեղձերին մտածել, թե դուք ուտում եք եւ նրանք գործի են անցնում արտադրելով մեծ քանակությամբ թուք։ Արդյունքը՝ արտադրվում է հավելյալ թուք, որը թուլացած բերանից դուրս է հոսում։ Եթե առավոտյան զգում եք նաև ծնոտի ցավ կամ լարվածություն, ուրեմն պատճառը հենց սա է։ Բժշկական տեսանկյունից ճիճուններից թուք է գնում, թե ուղղակի կապ չունի։ Իրականում մակաբույծների առկայությունը օրգանիզմում առաջացնում է ալերգիկ ռեակցիա եւ նյարդային համակարգի գրգռվածություն։ Հենց դա է պատճառը, որ քունը դառնում է անհանգիստ, մարդը սկսում է շատ շուռումուռ գալ, բերանը բացել եւ արդյունքում թքահոսությունը շատանում է։ Այսինքն սա ոչ թե ուղղակի, այլ անուղղակի հետևանք է։ Հաջորդ պատճառը քնի ապնոեն է, երբ թուքը վտանգի նշան է։ Սա թեմայի ամենալուրջ մասն է։ Եթե թքահոսությունը գիշերվա ընթացքում ուղեկցվում է բարձր խռմփոցով, գիշերը շնչահեղձ արթնանալով եւ ցերեկային ուժեղ քնկոտությամբ, ապա դուք ամենայն հավանականությամբ կարող եք ունենալ քնի ապնոե։ Ինչ է սա։ Սա նշանակում է, որ ձեր շնչառությունը գիշերվա ընթացքում քնած ժամանակ կանգ է առնում։ Թուքը այս դեպքում ընդամենը հետևանք է այն բանի, որ դուք պայքարում եք օդի յուրաքանչյուր կումի համար, լայն բացելով բերանը։
Հաջորդը հոգեբանական ասպեկտ։ Ինչու է դա լավ նշան։ Եկեք մի փոքր լավատեսություն ավելացնենք։ Գիտնականները պարզել են, որ առատ թքահոսությունը հաճախ նշանակում է, որ դուք հասել եք REM քնի փուլին։ Սա արագ քնի փուլն է։ Սա այն փուլն է, երբ մենք երազներ ենք տեսնում եւ մեր ուղեղը վերամշակում է ինֆորմացիան։ Այս փուլում մարմնի մկանները լիովին պարալիզացվում են, որպեսզի մենք չկրկնենք երազի շարժումները։ Այսպիսով թաց բարձը կարող է լինել ապացույց, որ դուք շատ խորը եւ որակյալ եք քնել։ Սակայն ամեն դեպքում, երբ այս խնդիրը արդեն սկսում է անհանգստացնել, կան որոշակի գործնական խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն ազատվել այս խնդրից։ Ինչ անել։ Առաջին՝ քնի դիրքի կոշտ վերահսկողություն։ Փորձեք հասկանալ, թե որ դիրքի ժամանակ է ձեր բերանից ավելի շատ թուք կամ ջուր գնում։ Եթե օրինակ թուք ավելի շատ գնում է կողքի կամ փորի վրա քնելիս, փորձեք վերահսկել ձեր դիրքը։ Աշխատեք քնել մեջքի վրա։ Հաջորդը՝ քթի հիգիենա։ Օգտագործեք ծովի ջրով ցողացիրներ քնելուց առաջ։ Խոնավեցրեք քիթը, որպեսզի կարողանաք լավ շնչել։ Եթե կարողանաք քթով լավ շնչել, ապա ավտոմատ չեք բացի բերանը, որպեսզի կարողանաք լավացնել շնչառությունը։ Արդյունքում բերանը փակ կլինի, թուքն էլ այնտեղից չի թափվի։ Հաջորդը՝ խոնավեցում։ Չոր օդը թշնամի է։ Եթե սենյակում օդը չոր է, ապա ավտոմատ բացվում է նաև բերանը, որպեսզի շնչառությունը լավանա։ Սակայն եթե սենյակում օդը խոնավ լինի, ապա ձեր շնչառությունը եւս լավ կլինի եւ արդյունքում բերանը չի բացվի, թուքն էլ այնտեղից չի թափվի։ Եթե բժշկական լուրջ խնդիրներ կան, բայց բարձը դեռ թաց է, ձեր բերանից քնած ժամանակ թուք է հոսում, հնարավոր է ձեր դեմքի մկանները պարզապես ծույլ են։ Ահա երկու արագ վարժություն, որոնք կարող եք անել քնելուց առաջ։ Առաջինը կոչվում է կոճակի վարժություն։ Լեզվի ծայրը հպեք վերին ատամների հետևի մասին, քիմքին եւ ուժեղ սեղմեք 5 վայրկյան։ Կրկնեք 10 անգամ։ Սա սովորեցնում է լեզվին ճիշտ դիրք գրավել քնած ժամանակ, ինչը բնականորեն փակում է կոկորդի ելքը թեքի համար։ Եվ ծամոնի էֆեկտը։ Օրվա ընթացքում շաքարազուրկ ծամոն ծամելը, իհարկե ոչ երկար, ամրացնում է ծնոտի մկանները, ինչը օգնում է գիշերը բերանը փակ պահել։ Սննդակարգ։ Քնելուց 3 ժամ առաջ մի կերեք կծու կամ թթու սնունդ, որը կարող է գրգռել ձեր թքագեղձերը։ Հաջորդը՝ բերանի վարժություններ։ Ամրացրեք դեմքի եւ լեզվի մկանները։ Օրինակ վարժություններ արեք, լեզվով անընդհատ հպվեք քիմքին։ Մեր մարմինը երբեք ոչինչ հենց այնպես չի անում։ Բարձի վրայի թուքը ոչ թե կեղտոտ սովորություն է, այլ մի բարդ կենսաբանական գործընթացի արդյունք։ Այն մեզ հուշում է, արդյոք մենք ճիշտ ենք շնչում, արդյոք մեր ստամոքսը հանգիստ է, արդյոք մեր նյարդային համակարգը հանգիստ է, արդյոք մեր աղիներում կան պարազիտներ, թե ոչ, արդյոք մենք կարողանում ենք լիարժեք թուլանալ։ Հաջորդ անգամ, երբ կարթնանաք եւ կտեսնեք այդ հետքը, մի բարկացեք ձեզ վրա։ Ուշադիր եղեք ախտանշաններին եւ փորձեք հասկանալ պատճառները։